Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Բարեկամներ, շարունակում ենք ներկայացնել ուտեստներ ազգային հայկական խոհանոցից։ Ներկայացվող ուտեստը բարեկամներ նորից Հագանիների շարքից է եւ կոչվում է Մեղրու Հագանի Մեղրի մեր տարածաշրջանի եւ ունի հետեւյալ բաղադրությունը։ Հավի միս, սերկևիլ, օգտագործելու ենք նաեւ մարվանդակ, քարաուզ կամ նեխուր, ինչպես կոչում ենք, տոմատ մածուկ, ընկույզ, սխտոր եւ կարևոր համեմունքը դարչինն է։ Գնացինք, ուտեստը պատրաստվում է տապակման միջոցով։ Ջերմային մշակման եղանակը ընտրված է տապակել, հավի միսը մաքրել, լվանալ եւ մասնատել բաժնային մասերի 30-ից 40 գրամանոց կտորներին։ Տապակը լավ տաքացնում ենք, ձեթը կամ յուղը տնական դաղում ենք, հավի միսը շարում ենք տապակի մեջ, շտապ կեղևապատվելու պայմանով, այսինքն շատ բարձր ջերմաստիճան պիտի լինի։ Ահա, անմիջապես շրջում ենք, կեղևապատվելուց հետո, բաղադրության պարագա է նաև սերկևիլը, պատրաստենք սերկևիլը, երկրորդ կողմն էլ արդեն տապակվեց, հիմա պահն է սերկևիլը ավելացնենք, կրակի տակը իջեցնում ենք, ծածկում ենք կափարիչով, նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները, ինչպես նշեցի, մարվանդակի կոթեր, նորից հիշեցնեմ, մարվանդակը դա քարաուզն է, բարեկամներ, կամ ինչպես մեկ-մեկ անվանում ենք, նեխուր, այսպես խոշոր կտորներով, եթե հաստ է կիսում ենք մեջտեղից, սա մարվանդակը։ Կտրատում ենք մի քիչ սխտոր։ Սխտորից խուսափել հարկավոր չէ, բարեկամներ, որովհետև մենք բազմաթիվ այսպես համեմունք ենք ավելացնելու սխտորի հետ եւ նրա ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք մեր հաղորդումներում, սխտորը շատ համային երանգներ ունի եւ պիտի կարողանալ բացահայտել այդ համային հատկանիշները եւ կտրվածքի ձևով եւ թե ինչի հետ ենք օգտագործում, ամեն ինչը նշանակություն ունի։ Ընկույզ ենք կտրատում։ Եվ մարվանդակի տերևները ընկույզի հետ ու սխտորի հետ կտրատենք մանր։ Այսպես ավելացնենք մի քիչ աղ, մի քիչ դարչին եւ միասին նորից խառնենք այսպես, տեսակ դարչինի եւ քարաուզի հետ խառնելով սխտորը, մենք կստանանք այլ համային երանգ, համային բույլ, այսպես խառնելով կտրատենք, լավ կլինի, որ այս ամենը մենք անենք հավանգի մեջ, առանձնացնենք համեմունքը, տոմատի մածուկից եւ ձվի դեղնուցից պատրաստենք խյուս,
Կրկնեմ, որ օգտագործում ենք միայն ձվի դեղնուցը։ Այսպես։ Այս համեմունքի մի մասը, այստեղ ունենք սխտոր, ընկույզ, դարչին եւ քարաուզի տերևներ, մարվանդակի տերևներ։ Մի մասը լցնենք այստեղ, խառնենք։ Տեսնենք ինչ ստացվեց այստեղ, ու այստեղ արդեն ամեն ինչ կարգին է։ Սերկևիլը փափկել է, հավը արդեն կիսապատրաստ վիճակ է, ավելացնում ենք քարաուզի կոթերը, ջերմաշանը մի քիչ բարձրացնում եւ այս թանձրուքը։ Մի քիչ ջուր, եւ վերջ։ Ահա այս վիճակում մենք պիտի շարունակենք ուտեստի շոգեխաշելը մինչև 8-ից 12 րոպե։ 8-ից 12 րոպեը հետո մենք կհանդիպենք եւ այս ուտեստը արդեն կայանավես իր ամբողջ շուկով։ Բարեկամներ, 12 րոպեն անցավ եւ ուտեստը արդեն համարյա թե պատրաստ է։ Ավելացնենք այս վերջի համեմունքի մասը։ Մի հատ փոքր համտես։ Չպատմեմ, ավելի լավ կլինի։ Ծածկում ենք, քաշում ենք կրակից եւ նախապատրաստում ենք ափսեն, որի մեջ պիտի մատուցենք։ Իսկ մենք այսպիսի հիանալի ուտեստները միշտ մատուցում ենք ավանդական կավից պատրաստված ափսեների մեջ, օգտվելով մեր նախնիների հրաշագործություն լավաշը։ Եվ նորից հիշեցնեմ, թե ինչ արեցինք։ Հավը տապակեցինք, բարեկամներ, կեղապատվելուց հետո դրեցինք սերկևիլը, մի քիչ սերկևիլի հետ թույլ կրակի տակ շոգեխաշեցինք, այնուհետև պատրաստեցինք սխտոր, ընկույզ, լոլիկ, մածուկ եւ ձվի դեղնուց խառնեցինք միասին եւ ավելացրինք վրան դարչին, սերկևիլի եւ հավի շոգեխաշելուց հետո ավելացրեցինք քարաուզի կոթեր եւ այդ սոուսը 8-ից 12 րոպե շոգեխաշվեց միասին եւ ուտեստը արդեն պատրաստ է։ Եվ անվանումը հիշեցնեմ Մեղրի Հագանի։ Ահա այսպիսի գունագեղ համեղ ուտեստ պատրաստվեց այսօր։ Տեղադրենք նաև հացերի հացը, գերագույն հացը, տապակված լավաշը։ Տապակված լավաշը հենց այնպես չէ, որ մենք տեղադրում ենք, ուտեստը թանձրուքով ուտեստ է, եւ այդ լավաշով վերջի այս պահերին սոուսը, թանձրուքը ճաշակելը եւս մեկ հաճույք կպատճառի ձեզ։ Հարգելի հյուրասիրողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես ուզում եմ, որ մեր բոլորիս սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ։ Հավատացեք բարեկամներ, որ նրանք մեզ կօգնեն լինել ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Մեղրու Հագանի հավի միս 700 գրամ, սերկևիլ 1 հատ, ձեթ 30 գրամ, մարվանդակ 30 գրամ, ընկույզ 70 գրամ, սխտոր 1 բջեղ,
դարչին, աղ, պղպեղ, բարեխորշակ։